Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսը մեզ ստանում է հոգեբանական ամենախորը լաբիրինթոսները, որտեղ հերոսները կանգնած են իրենց անցյալի և խղճի դատաստանի առջև։ Այսօր ամեն ինչ պտտվում է Ավոյի կերպարի շուրջ, մի մարդու, ով տարիներ շարունակ կառուցել է իր կյանքը ստի ու դավաճանության վրա, և հիմա այդ շինությունը փլուզվում է նրա գլխին։ Հունանից ստացած դաժան ու նվաստացուցիչ հարվածից հետո Ավոն կարծես ենթագիտակցորեն գնում է այնտեղ, որտեղից սկսվել է իր անկումը, իր հայրական տան դարպասների մոտ։ Այս տեսարանը ցնցող է իր ողբերգականությամբ։ Նա կանգնած է հարազատ տան շեմին, բայց որպես օտարական, որպես վտարանդի։ Ավոն ընկնում է հիշողությունների գիրկը, և մենք առաջին անգամ տեսնում ենք նրա մեջ զղջման իրական նշույլներ։ Նա հասկանում է ճակատագրական սխալը։ Եթե տարիներ առաջ ինքը չուրանար եղբոր Ռաֆոյի սպանությունը, չմտներ Հունանի թևի տակ և չդառնար նրա կամակատարը, ապա այսօր նա կլիներ ազատ ու արժանապատիվ մարդ։ Նա կարող էր ապրել իր հոր Դավիթի հետ և եղբոր զավակների, վայելել ընտանեկան ջերմությունը, այլ ոչ թե լինել Հունանի դռան շունը, ում կարող ես ծեծել ու դուրս շպրտել ցանկացած պահի։ Սակայն ճակատագիրը սիրում է դառը կատակներ։ Հենց այդ պահին, երբ Ավոն խորասուզված է այս ծանր մտքերի մեջ, դարպասներից դուրս է գալիս Լեոն։ Հանդիպում են հորեղբայրն ու եղբորորդին, բայց Լեոն դա չգիտի։ Տեսնելով Ավոյին, Լեոյի մոտ միանգամից արթնանում է պաշտպանական բնազդը։ Նա մտածում է, թե Հունանը իր լրտեսին է ուղարկել իրենց հետևելու համար։ Եվ որքան ցավալի է այս պահը, հարազատ արյունը դիտվում է որպես թշնամի։ Ավոն փորձում է արդարանալ, ասելով, որ ինքը շպիոն չէ, բայց նրա ձայնը դողում է, և հենց այդ վայրկյանին տան ներսից լսվում է ծերունի Դավիթի ձայնը, ով պատրաստվում է դուրս գալ։ Այս ձայնը Ավոյի համար նման է երկնային դատավճռի։ Նա միանգամից միացնում է շարժիչը և խուճապահար փախչում տարածքից։ Լեոն նայելով հեռացող մեքենային մտածում է, թե Ավոն վախկոտ է և փախավ, վախենալով իրենից ծեծ ուտելուց, բայց մենք հեռուստադիտողներս գիտենք իրականությունը։ Ավոն փախավ ոչ թե Լեոյի բռունցքից, այլ իր հոր հայացքից, իր ամոթից և այն ցավից, որը կպատճառեր հանդիպումը։ Շուտով, երբ բացահայտվի, որ Ավոն իրականում Լեոյի հորեղբայրն է, դա կլինի սերիալի ամենաուժեղ պայթյունը։ Լեոն կապշի և կհիասթափվի, իսկ խեղճ Դավիթ պապիկի սիրտը դժվար է պատկերացնել, թե ինչպես նա կդիմանա այն մտքին, որ իր կորած որդին այսքան տարի եղել է իր թշնամու կողքին։ Բայց դրաման միայն դրսում չէ, այն եռում է նաև մակունցների տանը։ Հունանն ու Ինան փորձում են փրկել իրավիճակը, բայց բախվում են Էռնայի կուրացած դիմադրությանը։ Տեղի է ունենում շատ լուրջ վեճ։ Էռնան, ով դեռևս հավատում է Ավոյի սրբությանը, գրեթե դուրս է շպրտում եղբորն ու հարսին իր տանից։ Նա մեղադրում է Հունանին ու Իննային, թե իբր նրանք խլեցին իր երջանկությունը, քանդեցին իր կյանքը։ Իրականում ողբերգությունն այն է, որ Հունանն ու Ինան միակ մարդիկ են, ովքեր փորձում են բացել Էռնայի աչքերը և փրկել նրան դավաճան ամուսնուց, բայց ստանում են ատելություն։ Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է կույր սերը մարդուն դարձնել թշնամի սեփական հարազատների հանդեպ։ Եվ այս ամբողջ քաոսի մեջ վերջապես մի լուսավոր կետ է հայտնվում։ Մոտենում է Վլադիմիրի և Լեոյի վճռորոշ մրցման օրը։ Լարվածությունը պիկին է հասնում, բոլորը սպասում են այդ առճակատմանը։ Հունանը, հասկանալով, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, կանչում է Լեոյին և պաշտոնապես թույլատրում շարունակել մարզվել։ Կյանքը կարծես վերադառնում է իր հին հունին, և արդարությունը մասամբ վերականգնվում է, բայց ամենաուրախալին Լեոյի և Լեայի հարաբերությունների զարգացումն է։ Այս երկուսը հակառակ բոլոր արգելքների, հակառակ թշնամացած ընտանիքների գտնում են իրար։ Նրանք արդեն չեն թաքցնում իրենց զգացմունքները, գրկախառնություններ, համբույրներ, սա իսկական սեր է։ Բայց սիրելի հետևորդներ, միթե Հունանը երկար կհանդուրժի այս սիրավեպը, հատկապես հիմա, երբ Ավոյի դավաճանությունը նրան դարձրել է ավելի կասկածամիտ։ Եվ ամենակարևորը, ինչ կանի Ավոն հաջորդ քայլին։ Կշարունակի փախչել, թե կանցնի հարձակման։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նոր վերլուծություններին առաջինը տեղեկանալու համար։